Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր ամփոփում ենք տարին։ Խոսելու եմ 2024 թվականի հունվար ամսվա կարևոր տենդենսներից, թե ինչ կարելի է անել, ինչից կարող ենք սկսել։ Սիրելի հայրենակիցներ, դե ինչպես հիշում եք, Մերկուրին նահանջող է եւ ամսի 2-ից նա ընթացքով արդեն առաջ կգնա։ Ամսի 31-ից Յուպիտերը բարեկեցության մոլորակը ցուլում կրկին կսկսի ուղիղ ընթացքով շարժվել։ Մոլորակային հետաքրքիր կոնֆիգուրացիաներ, դասավորվածություն։ Այսպես սկսում ենք Մերկուրուց։ Մերկուրին եթե ուղղընթաց շարժումով ընթանա, բայց նա լինելու է աղեղնավորի կենդանակերպում։ Հունվարի 14-ից Մերկուրին մտնելու է այծեղջյուրի կենդանակերպ։ Փետրվարի 5-ին այն մուտք է գործելու ջրհոսի կենդանակերպ։ Պատկերացնում եք համարյա այն 20 օրվա մեջ շատ արագ անցնելու է այծեղջյուր եւ այդ հսկա սառը կենդանակերպը։ Վեներան ամսի 29-ին դեկտեմբերի մուտք է գործելու աղեղնավորի կենդանակերպ վաղը երեկոյան եւ այնտեղ լինելու է մինչ հունվարի 23-ը։ Մարսը հունվարի 4-ից մտնում է այծեղջյուր, փաստորեն այն գտնվում է աղեղնավորի կենդանակերպում։ Ուրեմն մինչև հունվարի 4-ը Վեներան, Մերկուրին, Մարսը գտնվելու են աղեղնավորի կենդանակերպ, դա մարդկանց հնարավորություն է տալիս ճանապարհորդելու, չհաշված, որ Մերկուրին նահանջող է, կարող են լինել ուշացումներ, կարող են փաստաթղթեր կորել, գողանալ, մոռանալ թղթապանակները, դրամապանակները, ինչևէ մոլորակները գտնվում են օպտիմիստ նշանում, շատ հավանական է, որ ձեր նախկին սերը վերադառնա ձեզ մոտ, այն մեկը, որի հետ դուք անցկացրել եք արտասահմանյան ճանապարհորդությունը։ Եվ այսպես փաստորեն ինչն է հետաքրքիր, իսկ հետագայում այդ 3 անձնական մոլորակները անցնելու են այծեղջյուրի կենդանակերպ եւ այնտեղ բոլորը իրար հետ եթե լինեն, փաստորեն փետրվարի 5-ին Մերկուրին անցնում է ջրհոս, Մարսը փետրվարի 13-ին է անցնում ջրհոս, իսկ Վեներան հունվարի 23-ին արդեն այծեղջյուրում, համարյա փետրվարի 16-ին այն կանցնի ջրհոսի կենդանակերպ։ Փաստորեն փետրվարի 5-ի մոտակայքում էլ այդ 3 անձնական մոլորակը շփման, կամքի ուժի, կամային այդ որակների եւ Վեներան սիրո մոլորակը գտնվելու են այծեղջյուրի կենդանակերպում, այդ մի քանի օրը մարդկանց ուշադրությունը բևեռված եւ սևեռված կլինի մասնագիտական աճի, հաջողությունների, նորանոր ձեռքբերումների, կարիերայի աճի եւ այն ոլորտը աշխատանք, հաջողություններ եւ մենք չենք մոռանում, որ հենց ամսի 1-ի քարտեզը մենք դիտարկում ենք մեծ տրիգոն դիրքավորումով, մենք մտնում ենք նոր տարի, նոր փուլ կյանքի մեկամյա, մեկ տարվա փուլ, լուսինը կույսում, Յուպիտերը ցուլում, արևը այծեղջյուրում, հողային նշանում, առատության, բերքի, այսպես լիության տարի հնարավոր է լինի։ Երեկոյան ժամերին արդեն այս բարդ դիրքավորումներն էլ անցնելու են, չնայած որոշների մոտ սահմանափակումներ կարող են նկատվել, ամբողջ տարին սկսում է փաստորեն հողի տարերքում մեծ հնարավորություններով, բայց աշխատանքային ոլորտում բավականին շատ գործ ունենալու, նաև զգացմունքային այդ դաշտում վերապահումներով, ուշացումներով, սիրո հետ կապած հարցում մանավանդ փոփոխական խաչը դա կույս, երկվորյակ, ձկներ եւ աղեղնավոր այդ կենդանակերպը որոշակի խնդիրներ կունենա աշխատանքի, սիրո հետ կապած, արտերկրի հետ կապած հարցերում։ Սիրելի հայրենակիցներ, նաև արևելյան աստղաբանության, փիլիսոփայության այդ առումով վիշապի տարի է, աքսեսուարներում թող գերակշռեն կանաչ գույնը, սեղանին էլ դետոնածառը հենց այդ եղևնին ինքնին կանաչ է, զարդարանքում, ինտերիերում թող անպայման լինի այդ կանաչ սունչը վիշապի։ Եվ նաև կանաչը գումարի
արտասահմանյան արժույթ է, բայց միևնույն է, մենք նրանից շատ կախված ենք, թող բոլորի տներում լինի այդ ֆինանսական բարեկեցությունը, որովհետև Յուպիտերը ցլում է։ Մենք ունենք ընդամենը 5 ամիս, 5 ամսից նա անցնելու է երկորյակի կենդանակերպ, այնպես որ այսպես վայելեք այդ դիրքը, մանավանդ որ տարվա ֆոնն էլ 8 էր, ամբողջ թվերի հարագումարը 2024 2 գումարած 4 հավասար էր 8 բարեկեցության մասնագիտական աճի ըստ այս դիրքավորների աշխատելու բեղուն աշխատանքային այդ process-ին խառնվելու տարի է։ Ինչն է հետաքրքիր սիրելի հայրենակիցներ, որ ողջ տարին այո մոլորակներ կան հենց գտնում են հողի տարերքում, բայց տարվա սկիզբը պատկերացնում եք սոցիալական մոլորակներից Սատուրնը գտնվում է ձկներում, բայց նա այդ նախատրամադրվածություն է տալիս, հնարավորություն է տալիս շտկելու իրենց թույլ կողմերը, մեծ հաջողություններ չի Սատուրնը սահմանափակումներ է սիրում, բայց խեցգետին կարիճ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, այո, որոշ չափով նաև ցուլ եւ այծեղջյուր, հատուկ կարևոր մոլորակային դիրքավորում, փաստորեն Յուպիտերը մինչև մայիսի 25-ը ցուլում է գտնվելու, մյուս կարևոր մոլորակը Ուրանը գտնում է ցուլում, տարեսկզբին մենք տարին սկսում ենք մոլորակների փաստորեն տրանսուրանյան, տրանսատուրնյան եւ սոցիալական մոլորակների դրական դիրքավորումներով, հաջորդը Ուրանը ցուլի կենդանակերպում, մյուս կարևոր դիրքավորումը Նեպտունը ձկների կենդանակերպում, Պլուտոնը անցնելու է ջրհոսի կենդանակերպ, փաստորեն դա մոտակա ժամանակահատվածն է, հունվարի 21-ին, այդ բոլոր կարևոր մոլորակները գտնվում են հողի եւ ջրի ազդեցության տակ, ինչն է հետաքրքիր, Պլուտոնն էլ փաստորեն այծեղջյուրում, Լուսին, Արեգակ եւ Յուպիտեր, այնտեղ 3 մոլորակներ, Վեներան, Մերկուրի, Մարսը կրկին հուշեմ, որ գտնում են աղեղնավորում, այսպիսի ֆոն սիրելի հայրենակիցներ, փաստորեն տարին սկսվում է նոր հնարավորություններով հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների համար եւ սիրելի հայրենակիցներ շատ հետաքրքիր բարենպաստ նորալուսին ունենք, մենք հունվարի 11-ին 15:57-ի մոտակայքում Հայաստանի Երևանի ժամանակով 20-ից 20 րոպե 44 աստիճան այծեղջյուրի կենդանակերպում պատկերացնում եք փաստորեն եթե ամսի 4-ից Մարսը մուտք է գործում այծեղջյուր մոլորակները ամբողջությամբ այստեղ տեսնում եք ծանրաբեռնվածություն այծեղջյուրի կենդանակերպում հնարավորություններ, մեծ հնարավորություններ, մարտական տրամադրված թող լինեն հողի, մանավանդ այծեղջյուրի ազդեցության տակ ծնվածները, դիրքավորումները եւ այդ նորալուսինը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար։ Սիրելի հայրենակիցներ, կարող եք երեկոյան ժամերին կարող եք մոմ վառել ըստ քրիստոնեական ուսմունքի, ով ինչպես ցանկանում է սկսել ձեր աղոթքը, նոր ծրագրեր գծել, թուղթը վերցնում եք, տարբեր հարթակներ մասել են, բայց միևնույն է տարբեր տեղեր, տարբեր մարդիկ, տարբեր երկրներից են դիտում։ Թղթի վրա մի քանի հատ կարևոր կետեր է գրում, թե դուք ինչ եք ցանկանում ունենալ, ինչի եք ցանկանում հասնել այս մոտակա 1 տարվա ընթացքում կամ մոտակա 3 տարիների ընթացքում, ձեր ծրագրերն է գրի եք առնում թղթի վրա, նրանք պետք է լինեն իրատեսական մոտակա ժամանակներում հասանելի եւ գրում եք, սա եմ ուզում, նա եմ ուզում կամ կատարված վիճակում, ես հասել եմ այսպիսի բանի, ունեմ այսպիսի հաջողություններ, գնել եմ սա, մեքենա, տուն եւ այլն։ Եթե ովքեր ունեն խնդիրներ ամուսնության հետ կապված, նրանց այդ զավակների ծնողները, մայրերը կարող են այդ աղոթքը գրել, գրեք թղթի վրա, որ իմ դուստրը ամուսնացել է, իմ որդին ամուսնացել է, նա երջանիկ է, երջանիկ ընտանիք է կազմել, ովքեր ունեն երեխա է խնդրել, կարող եք թղթի վրա գրել, որ ցանկանում ենք ունենալ երեխա եւ այսպիսի մի հետաքրքիր աղոթք կա, ինձ մոտ դա վաղուց արևելյան փիլիսոփայություն ուսումնասիրելիս այն իմ ձեռքի տակ է գտնվում, մոտավորապես արդեն 10-15 տարի է եւ բազմիցս օգտագործել աղոթքը եւ ամեն տարի համարյա նոր տարում մենք հնչեցրել ենք այդ աղոթքը, ուրեմն այսպես կարող եք գրել նրանք ովքեր բալիկ երեխա չեն ունենում, հա, ուրեմն գրում եք Տեր Աստված կամ տիեզերք,
խնդրում եմ 2024 թվականին պարգևիր մեզ մտավոր, հոգեպես, ֆիզիկապես առողջ երեխա։ Տեր Աստված, ներիր մեր գիտակցված եւ չգիտակցված մեղքերը, ազատիր մեզ կարմայի կապանքներից կամ ազատիր որդուս անունը հնչեցրեք, այդ բոլորը կարող եք ինչ-որ մի անձի հանդեպ, այդ աղոթքը կարող եք հնչեցնել նրա համար, հենց 11-ի երեկոյան 3 անգամ կարող եք այդ աղոթքը բարձր կարդալ, եթե դուք սրբի անկյուն ունեք, կարող եք հենց այնտեղ գնալ դա արտասանել, փաստորեն ամսի 14-ն էլ Կիրակի օր է, Կիրակի օրը, լուսինը գտնվում է ձկների կենդանակերպում, ձկները դա քրիստոնեական ոսմունքն է, նաև եթե ամսի 11-ի երեկոյան չեք հասրել, կարող եք այդ անել Կիրակի օրը, կարող եք հաճախել եկեղեցի, գնալ այնտեղ մոմ վառել, որոշակի սահմանափակում չկա, ով ինչպես կցանկանա եւ նաեւ առ Աստված, բայց ցանկալի է եթե եկեղեցում եք լինելու, կանգնեք գմբեթի տակ, որովհետեւ այնտեղ հզոր էներգիա է կուտակում եւ ձեր ձայնը, ձեր հզոր աղոթքը, ի սրտե արված աղոթքը կարող է տեղ հասնել բազմաթիվ են սիրելի հայրենակիցներ, այդ աղոթքը կատարած անձանց հաջողությունները, մանավանդ երեխայի հետ կապված շատ նամակներ եմ ստացել, նրանք բարբերաբար տեղադրել են մեր հաղորդումներում եւ սիրելիներս, սա կարևոր խորհուրդ ունի, ինչից սկսենք նոր ալուսնից, սկսենք աղոթքով, սկսենք մեր ապագա կյանքի ծրագրերով, տեսլականով, սա է այս հաղորդման հիմնական նպատակը, որպեսզի դուք որոշեք ինչ որ մի նոր բան անեք, փոխեք ձեր կյանքը դրական հունով եւ ունենաք հաջողություններ, այս մոլորակային դիրքավորումները, փաստորեն Պլուտոն, Արև, Մարս, Մերկուրին համարյա ամսի 14-ին գտնվում են այծեղ ջուրում, Լուսին, Սատուրն, Նեպտուն, ձկներում, այստեղ վերին ուժերն է, Աստվածն է, նրանք ձեզ կօգնեն, Ուրանը, Յուպիտերը, Ցուրում, սա բացառիկ մոլորակային դիրքավորումներն են, չգիտեմ հարյուրամյակներ եթե անսեն, կամ մոտավորապես 84 տարի հետո Յուպիտերը եւ Ուրանն են գտնվելու Ցուլում, արդյոք Սատուրնը այնտեղ է լինելու, արդյոք մնացած մոլորակները, Պլուտոնը դեռ այդ ժամանակ այծեղ ջուրում չի լինելու, դե ուրեմն գնում եք, նստում եք եւ որոշում եք ձեր տարվա ծրագրը, այդ ամենը կարող եք անել հենց ամսի 1-ի երեկոյան էլ, որովհետեւ այդ ժամանակ էլ դրական դիրքեր կան, բայց մոլորակային ամենահզոր էներգիան ամսի 11-ն է երեկոյան ժամին, ամսի 14 եւ 15 սիրելի հայրենակիցներ, բայց առավելապես 14-ը եւ սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ նշել լավագույն օրերը, որտեղ Լուսինը ամենաբարենպաստ դիրքեր ունի նոր գործերով, նոր նախաձեռնություններով հանդես գալու, նոր ծրագրերի մեկնարկի, ձեր տեսլականը, ձեր ապագա ծրագրերը սկսելու համար, դե ինչ գնացինք առաջ, ամսի 5-ին Մերկուրին արդեն ուղընթաց է, կարող եք գնալ բանկ, սկսեք, եթե անշարժ գույք եք ցանկանում ձեռք բերել, ապա դրա հետ այդ ամենի ֆինանսաբանկային գործերի համար բարենպաստ է։ Այդտեղ ջուրի կենդանակերպում Լուսինը կգտնվի ամսի 10-ին եւ 11-ին, 11-ին նոր ալուսինն է, 11-ից հետո պետք է սկսեք այդ դրական, այդ նոր նախաձեռնությունները։ Ամսի 14-ին, 15-ին Լուսնին ձկներում, ինչպես հիշում եք, բայց 14-ին ավելի բարենպաստ է։ Հունվարի 19-ին Լուսինը Ցուլի կենդանակերպում ֆինանսների հետ կապված հարցերով նոր գնումներ կատարելու մեծ հնարավորությունների ժամկետ է։ Պարտքով գումարները տալու, եթե դուք նախատոնական օրերին վերցրել եք, եթե նույնիսկ դա ամսվա սկզբին, ամսի 5-ի մոտակայքում կարճի կենդանակերպում վերցրել եք, ապա ամսի 19-ը այդ գումարները ետ տալու, նոր հնարավորություններ, նոր ֆինանսական հոսքեր ապահովելու, շատ հավանական է աշխատավարձի բարձրացում լինի, հնարավոր է գերավճարներ լինեն, պարգևավճարներ լինեն, հնարավոր է, որ դուք ուղղակի մի քանի անգամ շատ շահույթ ստանաք։ Հաջորդ կարևոր օրը 28-29 Լուսինը Կույսի կենդանակերպում, ինչպես գիտեք, տրիգոն դիրքավորումը այն ապահովված է, որտեղ Յուպիտեր, Ուրանը Ցուլում են, անսպասելի անակնկալների, նվերների, այսպես շահումների այդ կոնֆիգուրացիան է, այո, միլիոնատերների դիրքավորումը եւ
ահա 28-29 աշխատանքային գործունեության բեղուն աշխատանքային օր ունենալու, նոր թիմ հավաքելու, աշխատակիցների հետ հարաբերությունները բարելավելու համար ամենաբարենպաստ օրն է նոր բիզնես սկսելու համար, բայց առավել բարենպաստ է փետրվարի 6-ի երեկոյան, փետրվարի 7 եւ 8, բայց 7-ը ամենաբարենպաստ օրերից է, լուսինը այծեղ ջուրում, նորալուսնից հետո մեծ հնարավորությունների ժամանակահատված։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ամփոփեցի այս տարին, չգիտեմ որքանով օգտակար եղա, բայց գիտեմ, որ իմ հետևորդները ամենուր են, տարբեր երկրներում են, գիտեմ, որ նրանց շատ եմ օգնում եւ դա վկայում է այն հետևորդների մեծ բանակը, դրական մեկնաբանությունների այս մեծ քանակը, այն հեռուստաընկերությունների համարյա 7 հեռուստաընկերություններում ես հարցազրույց եմ տվել, խորհուրդ եմ տալիս դիտեք, որովհետև մեկը մյուսից յուրօրինակ են, մինչ հունվարի 5-ը սպասեք մի քանի հաղորդման կրկին։ Ցանկանում եմ լինի խաղաղության տարի, թող տարվա քանի Սատուրնը ձկներում է եւ քանի Յուպիտերը ցուլի կենթանակերպում է, հուսանք, որ մեր երկիր, մեր հայրենիք կլինեն վտարանդի, մեր զինվորները, մեր հայրենակիցները կվերադառնան, նրանք Սատուրնը ձկների կենթանակերպում, նրանք ովքեր իրենց բալիկներին թողել են խնամքի կենտրոններում, հուսանք, որ նրանց ընտանիքներում սոցիալապես ապահով վիճակ կստեղծվի, այո, Սատուրն Յուպիտեր սեքսիլ է եւ նրանք կարողանան հետ բերել իրենց բարեկներին իրենց տուն, հուսանք, որ այն ծնողները, որոնք գտնում են խնամքի տներում, նրանց երեխաները կայցելեն նրանց, կբերեն տուն կամ գոնե նրանց ապրելու պայմանները կբարելավի, նրանք այն ծնողները, որոնք խնամքի կենտրոններում չեն, նրանք ովքեր խնամքի կարիք ունեն եւ հուսամ, որ 24 թվականը մենք կապրենք խաղաղ երկնքի տակ եւ ձեր նպատակները, ձեր իղձերը կիրականանան, թող անցյալում մնան բոլոր խնդիրները, դժվարությունները, բարդությունները։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, ցտեսություն ձեզ ուրախ նոր տարի եմ մաղթում 2024 թվականը, ցտեսություն, սպասեք ինձ հունվար ամսվա առաջին տասնօրյակի մոտակայքում։